Հարությանը պետք է հստակ բացատրել, ինչ խնդիր են լուծում 2026-ի ընտրությունները։ Այլընտրանքային նախագծեր խմբի հայկական օրակարգի քննարկմանը ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Պնդում է, մարդիկ պետք է տեսնեն, որ քաղաքական դերակատարները կարող են միավորվել ընդհանուր տեսլականի շուրջ։ Այս ընտրությունն է ոչ թե իշխանության համար է, իշխանության ձևավորման համար է, այս սահմանադրական կարգը վերականգնելու համար, այս ընտրությունները նաև արտաքին միջամտություններից խուսափելու համար է, այս ընտրությունները ներազգային համերաշխության ձևավորելու համար է։ Այն, որ առաջիկա ընտրությունները ճակատագրական են, համոզված են նաև մյուս բանախոսները։ Երկիրը գոյաբանական սպառնալիքի տակ է։ Այս ընտրությունները Հայաստանի եւ չ-Հայաստանի միջև ընտրության խնդիրն է, որովհետեւ եթե այսօրվա իշխանությունը վերարտադրվեց, ապա Հայաստանից ոչինչ չի մնալու բառիս բուն իմաստով։ Այսինքն մեզ սպասում է մի այնպիսի ապագա, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ժամանակի ընթացքում երկար թե կարճ, դա արդեն կանխատեսումների հարց է, դադարելու է որպես սուվերեն պետություն գոյություն ունենալուց։ Երկրում բոլոր ինստիտուտների պաշտոնյաների փոխարեն որոշում է մեկ անձ։ Հասարակական, քաղաքական գործիչներն ահազանգում են, սա ամենամեծ վտանգն է։ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ցանկանում է։ Երկրում սահմանադրական կարգի վերականգնման խնդիր կա։ Առաջիկա ընտրությունը միակ իրատեսական ճանապարհն է։ Օրինակ ինքը որոշում է, որ պետք է բարեփոխի եկեղեցին եւ գնում է այդ ճանապարհով։ Եվ այստեղ բացարձակ նրան չի հետաքրքրում, որ օրինակ սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված է օրինականության սկզբունքը, համաձայն որի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Ակնհայտ է, որ այդ անձը ամեն միջոց օգտագործելու է սահմանադրական եւ ոչ սահմանադրական եւ առաջին հերթին ոչ սահմանադրական, որպեսզի փորձի վերարտադրվել։ Այստեղ արդեն քաղաքական ընդդիմադիր դաշտի խնդիրն է, որպեսզի իրենք ճիշտ գնահատականներ տան իրավիճակին, ճիշտ ձևաչափեր ընտրեն պայքարելու համար եւ կարողանան այնպես անել, որ մեր այն էլեկտորատի ձայները, որոնք պրո-նիկոլական չեն, չփոշիանան։ Այսօր էլ վաղն էլ մուսորն էլ կոչ եմ անելու մասնակցել ընտրություններին եւ չմասնակցելու պարագայում հիշել, որ ձեր վաղվա սպառնալիքների, սպասելիքների, բարիքի, չարիքի ամեն այդ հույսը հավատը դնում եք այն մարդկանց վրա, որոնք իշխանական հասարակ վարչական ռեսուրսներով ձեր փոխարեն գնալու են քվեարկության։ Այժմ արտաքին քաղաքական հարաբերություններում եւս որոշումները մեկ մարդու քմահաճույքով են, ասում են բանախոսները։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է, Հայաստանի վերաբերյալ արտաքին քաղաքական ուղղությունները գծվում են երկրի սահմաններից դուրս։ Պարտադրվում են այն մեկին, ով հանրապետության հրապարակի վրա է նստած, եւ այդ մեկը իր իշխանությունը պահելու համար գնում է բոլոր զիջումներին։ Հիշեցնեմ, որ նվազ քան 24 ժամ առաջ Ֆիդան հայտարարել էր, որ այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, իրենց համար ընդունելի քաղաքականությունը եւ իրենք ամեն ինչ պիտի անեն, որպեսզի այդ քաղաքական կուրսը Հայաստանը շարունակի պահել։ Եվ դա օրինակի մոտ ողջամիտ կասկած է առաջացնում, արդյոք այդ կուրսը մշակվել է Երևանում, թե Անկարայում։ Բոլոր խնդիրներով հանդերձ առաջիկա ընտրության արդյունքը որոշելու է, որքանով հնարավոր կլինի մեր երկրում ծրագրել վաղվա օրը։ Մենք ապրում ենք այնպիսի իրավիճակում, երբ դու ոչ միայն առաջիկա 1 տարվա կամ 1 ամսվա քո անելիքները չես կարողանում պլանավորել, այլ վախենում ես նույնիսկ պլանավորել քո վաղվա օրը, որովհետև չգիտես, թե այս իշխանությունները վաղը ինչ կբերեն քո երկրի եւ նաեւ քո ընտանիքի առջև։ Իրավիճակից ելքը ըստ բանախոսների ինչ անել հարցի պատասխանը հանրությանը ներկայացնելն ու հստակ ճանապարհ ցույց տալն է։ Համատեղ ինտենսիվ քննարկումների, կլոր սեղանների, մտքերի փոխանակման միջոցով հնարավոր է գտնել այդ ճանապարհը։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։